Ասեք, դե ասեք որ աշխատեն որ դες հարմար լինի։ Ասեք, կռիվի օր։ Չէ, կամերայի առաջ անում ենք աշխատելու, չէ՞։ Ասեք։ Մեկ հարց։ Լրագրողին պետք է քաղաքացի խոսա, քաղաքացի Տվեք հարցը տվեք։ հազարավոր ծառաբներ կան Երևան քաղաքում, որոնք դատարկ են։ Ինչ աշխատանքներ եք կատարել դրանք լցնելու, նորերին փոխարինելու, դրա տեղի ինչ-որ բաների նոր հին ծառերը հանելու։ Ու ինչ կասեք, եթե հենց հիմա կամերաների առաջ ասենք ես ցույց տամ, երեկվա ձեր արած ասենք ծառա սպանության հետևանքները։ Խնդրեմ, բոլոր քաղաքացիները, անունս Մուշայ Ամերիքանյան, տոհմածառ հասարակական կազմակերպություն, ես հիմա խնդրում եմ Անցորդ քաղաքացի է, տոհմածառ հասարակական Անցորդ ով ասե անցորդում ես։ Դուք ասի քաղաքացի եք տպավորություն ստեղծել։ Նշանակում որ պատահական ասում քաղաքացի երեկվանից փորձոցը դիմացը առնի, բայց պարոն Բեգան ձեր դեմ առելը հնարավոր չգիտեք ինչի համար, որտեղ ձեր մոտ շատ լավ աստացում մանիպուլացնել է։ Թող բոլոր քաղաքացիները իմանան, որ այստեղ հարցը քաղաքական ենթատեքստի մեջ չէ, թե դուք կարող եք մի ուղղություն ցույց տաք, որ քաղաքական ենթատեքստ կա իմ ասածների մեջ։ Ես պատրաստ եմ կյանքս Ձեր ասածը որն է, ինչու են դատարկ բնաբաժակներ չեն տրկվում։ Պատասխանում եմ հարգելիս։ Բոլոր այն վայրերում, որտեղ կան դատարկ բնաբաժակներ եւ հասանելի է ոռոգման ջուր, բոլոր վայրերում աստիճանաբար տնկվում են։ Բոլոր այն վայրերում, որտեղ արկա չէ ոռոգման համակարգը, մենք անիմաստ գործողություններ չենք անում, առավել եւս հասուն եւ արժեքավոր, այո, քաշում են ասեցի, չէ։ Հասուն եւ արժեքավոր ծառեր չենք տանելու դնենք այդտեղ, որպեսզի մեզ ծափահարեն, բայց մեկ ամիս հետո չորացնենք այդ ծառերը։ Ոռոգման համակարգը կլինի նոր կտնկեք, պարոն Բեգոյան։ Իհարկե նորմալ ծառատեսակ։ Դեկորատիվ ծառատեսակը հացենին հանել, կեչին հանել։ Հացենին եւ կեչին դեկորատիվ են։ Հիվանդ են սրանք, պարոն Հացենին եւ կեչին ինչ են։ Մի րոպե մի հատ որպեսզի հասկանաք։ Ասում է դեկորատիվ ծառատեսակ, իսկ հացենին ու կեչին ինչ են։ Հացենին ու կեչին ինչ են, եղբայր։ 50 տարվա ծառը Ասում եք դեկորատիվ եք դնում, բա հացենին ու կեչին ինչ են։ Ինչա նշանակում։ Հարգելիս։ Կենսունակությունը կորցրած, բերեք որից է բնապահպան։ Եկեք մեր մոտ ձեզ բուսաբանության դասեր կտանք, որ իզուր չխոսակ եւ անհարմար վիճակում չհայտնվեք։ Ես կծափարեմ իրան։ Չկա պատասխանեցի, ձեր հարցին պատասխանեցի։ Կորցրած ծառ հասկացողություն չկա։ Ես ձեր հարց, որը էլ չկա, այսինքն հիվանդ է, ինքը չոր ավսյոպտի հանես։ Կա հիվանդ, որը դու պետք է ֆոնդ ծախսես դրան, որ բուժես, կամ առողջ։ Էկոակտիվիստ։ Դե ուրեմն եղբայր ջան, ձեր հարցին պատասխանեցիք, հանգիստ թողեք։ Ձեզ կգաք, ձեզ դասընթացներ կանենք, ավելի գրագետ կխոսեք։ Համեցեք մեր մոտ։ Կամ այսպիսի մարդկանց հետ Դրանք մի քանիսն են, այստեղ կանգնած են, մի քանիսը։ Այսինքն ովքեր քննադատում են պարտադիր կերծարարը։ Ժողովուրդ ջան, դե դեպքում ասեք այս ծառը խենք կտրում։ Բան ու գործ չունենք։ Պարոն Բեգոյան, ինչքան ժամանակ եք ուսումնասիրում, որ Տարիով։ հիվանդ է։ Այո, տարիով ուսումնասիրում ենք։ Այս փողոցը դեռևս 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, որոշումը կայացված էր, ստուգված էր, մեկ անգամ եւս հիմա է ստուգվել է նաեւ այդ ռեզիստոգրաֆ կոչվող սարքով, ուրեմն եւս մեկ անգամ ապացուցվել է, որ ծառերը փտած են, անկենսունակ են եւ ես չի որ պիտի ասեմ, Ժորժ, այդ ծառերի մասին ես չեմ ուզում խոսել։ Ուղեք ձեր Պարոն Բեգոյան, հիմա ասում եք ստաֆոպների մի րոպե օֆելիա։ Դուք շատ հարց տվեցիք, ես էլ եկեք մնացածին բաց։ Ամիրանում տնկվելու են կատալպա տեսակի ծառատեսակ։ Մի հարց տամ, էլի մասնակիտորեն կարող եք բացատրել աղը ինչպես կարող է ազդել բույսի աճի վրա։ Վատ է ազդում աղը բույսի աճի վրա։ Իսկ որ ձնամաքրման աշխատանքների ժամանակ օրինակ աղով ավազով բան են անում, ցանում են, մայթեզրերին է հայտնվում, հետո ծառերի տակ դա ինչպես կարող է ազդել։ Որոշ դեպքի ոչ, այս ծառերը վաղուց են կենսունակությունը կորցրել։ Ես ասում եմ, ծառի կյանքի տևողությունը 40-50 տարի է, այս ծառը 70-80 տարի է այստեղ է, մենք ման ենք գալի ամեն պատճառ ինչու են կորցրել, բացի այն պատճառից, որ մարդը 100 տարուց ավել չի ապրում։
Մարդը մահացել է 103 տարեկանում։ Օրինակ ԵԱՍՄ հիմնարկը, որ անում է այդ աշխատանքները, օրինակ ձեր հիմնարկի հետ խորհրդատվություն, քննարկում։ Այո, անում ենք երբեմն, այո, չեմ թաքցնում։ Լինում են դեպքեր, լինում է որ տեխնիկան մաքրելուց շփում է այդ կանաչ տարածքը։ Միգուցե եւ կարող են լինել ինչ որ անպատասխանատու բան, մի բան ինչ որ մեկը չհասկանալով, հաշվի առնելով որ այդ հավաքածը հող է, բայց չխորանալով որ նրա մեջ նաեւ ավազ է, կարողա հազվագյուտ դեպքեր են դա, կարողա լցնի այդտեղ, բայց ամեն դեպքում ԵԱՍՄ հիմնարկը տեղեկացված է, ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը բազմիցս իրականացրել է ժողովներ եւ հրահանգներ, եւ խստագույնս զգուշացրել է, որ փողոցների աղ ու ավազից մաքրման աշխատանքների ժամանակ այնպես գործեն, որ այդ աղ ու ավազը չհայտնվի գազոնային հատվածում։ Թողեք թողաբարտի Նորանջանը խոսքը։ Հանված ծառերը հավաքվում են տնկարանում, այնուհետև տրամադրվում են վարչական շրջանի աշխատակազմերին, հիմնական մասը։ Դրանք իրենց շրջանում անապահով ընտանիքներին բաշխելու համար, որպես վառելանյութ։ Եվ իմիջիայլոց ասեմ, որպես վառելանյութ էլ մեր քաղաքացիների մի հատված չեն տանում, որովհետև նրանք հտած են, այսպես թեփոտված են եւ կրակ չեն պահում։ Նույն այս ծառերը որպես վառելանյութ էլ անպիտան են։ Եվ ես հանուն արդարության կխնդրեմ մի երկու բան, մեկ, որ նկարեք բոլոր ծառերը, այստեղ ասելու բան չկա, որ քաղաքացին տեսնի, որ ասում է հեռացրեցիք, բա մենք 2 տարի ոնց սպասենք, որ սաղարթ լինի։ Նախ չեք սպասելու, լինելու է, բայց հիմա չկա, հարգելիներս, սաղարթ չկա, ինչին եք սպասում։ Ոնց որ 20 տարի անցել եք, սաղարթ չի եղել, արևով եք անցել, համբերեք մի քանի ամիս, հեսա գոնե ծառ կլինի, ինչ որ չափի ստվեր կունենա, որը տարեց տարի կավելացնի իր ստվերը։ Եվ երկրորդ բանը, ուզում եմ, որ հստակ երևանցին իմանա, գերհզոր, մասնագիտական առումով գերզարգացած, Հայաստանի Հանրապետության ամենաճանաչված բուսաբաններով հագեցած կազմակերպություն է ձևավորվել Երևանի քաղաքապետարանում, որտեղ որոշումները այսպիսի ընդունվում են գիտատեխնիկական խորհրդում, որտեղ սկսած ազգային ակադեմիայի թղթակից անդամներից, պրոֆեսորներից, ավարտած դոցենտներով եւ գիտությունների թեկնածուներով ոլորտի մասնագետներ են։ Եվ խնդրում եմ երևանցիներին, եթե նկատում են կանաչապատման հագուստով, կանաչապատման տարբերանշանով, Երևանի քաղաքապետարանի տարբերանշանով, մեքենաներ, մարդիկ, որտեղ ինչ որտեղ գործ են անում, որ երևանցիները վստահ լինեն, որ մենք 10 անգամ չափում ենք, նոր 1 անգամ կտրում ենք։ Այդ թվում նաև հարգելի երևանցիներ, բերվել է նաև գերժամանակակից ռեզիստոգրաֆ կոչվող սարքը, որով ստուգվում են ծառերի բները, այսինքն որով ստանում ենք տվյալներ ծառի ներսում իրավիճակի մասին։ Ստուգել եք արդեն, բայց եւս մեկ անգամ ձեզ կցուցադրենք սարքի աշխատանքը եւ խնդրում եմ նորից նկարեք, որ այստեղ մենք ծառ չենք հեռացնում։ Այստեղ մենք հեռացնում ենք 20 տարի առաջ դեռևս իր կենսունակությունը գրեթե ավարտած, այսպես այդ ծառից մնացած բները եւ տնկում ենք, հեսա կբերեն այստեղ արժեքավոր 10 տարեկանից ավել հասուն եւ 10 անգամ այս սուտի թեղից կներեք արտահայտության համար ավելի արժեքավոր ծառեր։ Պարոն Բեգոյան, իսկ ծառերը արդյոք կարող են իրի արժեք փոխարինել այս հարգելիներս։ Տեսեք, հաշվի առնելով կներեք, որ օդ հաղթված է, փոշի է, կեղտոտ է, դեկորատիվ ծառ ինչ կարող է։ Այ տեսեք, դուք մասնագետ չեք եւ ձեզ ներելի է այդպես ասելը, բայց քիչ առաջ մեկը ինչ որ ՀԿ-ի մասնագետ էր ներկայանում, բայց վերջում պարզվեց, որ մասնագետ չի։ Ինչ է նշանակում դեկորատիվ ծառեր եք տնկում։ Հարգելիս, սա էլ է դեկորատիվ ծառ։ Սա, որ հեսա փոխարինում ենք։ Այն պրոսպեկտի սոսիներն են դեկորատիվ։ Երևան քաղաքի բոլոր այն ծառերը, որոնք պատղատու չեն, դրանք դեկորատիվ ծառեր են։ Սկսած բարդուց
վերջացրած, չգիտեմ, սոսիով, ակացիայով, սախորայով եւ մնացած։ Ինչա նշանակում, դե ինչ եք ուզում։ Դեղցի ծառ տնկենք այստեղ։ Բնականաբար, ինչպես ամբողջ քաղաքը, այնպես էլ այստեղ։ Պիտի տնկվեն ֆունկցիոնալություն կատարող։ Այսինքն, տերևային մակերես, սաղարթային մակերես, կյանքի տևողություն։ Չենք ուզում տնկենք ծառ, որի կյանքի տևողությունը քաղաքում 30 տարի է։ Ուզում ենք տնկենք ծառ, որի կյանքի տևողությունը քաղաքում 100 տարի է։ Որ մեր ծոռները մեկ էլ անդրադառնան, այդ ծառը փոխային։ Մի օր այստեղի փոխայինված ծառերը մի 100-120 տարի հետո մեր սերունդները գալու են էլի փոխարինեն։ Ո՞նց ես մեղադրեն ասես Բեգոյանը մեր դուքին է։ Միգուցե այն ժամանակ գիտությանը հայտնի լինեն այնպիսի ծառատեսակներ, որոնք օրինակ ապրում են արդեն շատ գեղատեսիլ են, շատ լավ սաղարթ ունեն եւ ապրում են օրինակ հազարավոր տարիներով, ասեն, որ Բեգոյանը ինչու է 100 տարի ապրողը տնկել, 100-150 թող տնկես սա։ Մենք Երևանում ունենք ապրող հարյուրավոր տարիներով ծառեր, դրանք կաղնիները եւ սոսիներն են, որոնք իհարկե նույնպես ունեն իրենց խնամքի կարիքը, մենք չենք մեղադրում ոչ մեկին այս ծառերը տնկելու համար։ Ես չեմ մեղադրել։ Ժամանակին Երևանը կառուցվելու ժամանակ եղել է մեծ բում եւ անհրաժեշտ է եղել Երևանը անապատ է։ Ինչ ծառ տեսնում եք Երևանում, դա բերած տնկած է։ Եվ մենք բերել տնկել ենք եւ ստիպել ենք, որ իրան աճի։ Քանի որ ստիպում ենք, որ ինքը աճի այստեղ Երևանում մեր համար, դրա համար ինքը աճում է, գոյատևում է ստրեսային պայմաններում, իր կյանքի կեսը։ Հետևաբար, եթե տեղին ունի 100-120 տարվա կյանք, ապա քաղաքում ապրում է 50-60 տարի։ Սաֆորան ունի 200-300 տարվա կյանք, քաղաքային ստրեսային պայմաններում, այն կապրի 100-120 տարի։ Սոսին ունի 1000-2000 տարվա կյանք, քաղաքում կապրի երևի 200-300 տարի։ Սա է իրականությունը։ Տարիներին տնկված քանի ծառ է, որ չի ծաղկել եւ չի կպել եւ նորից է։ Սա է շատ կարևոր հարց է, շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն նոր գնված ծառերը, փակ արմատային համար, այսպես ժողովրդական լեզվով ասած, այս թանկ ծառերը։ Թումանյան փողոցում 350-ից ավել ծառ, չկպած ծառ չունենք։ Երրորդ մասի այդ փողոցը Բագրատունյաց փողոցում, եթե չեմ սխալվում 128, հիմա կարողացվել չկպած ծառ չունենք, որ փողոցներ մենք փոխել։ Սայաթնովա փողոցում ունեցել ենք մեկ գնդաձև սոսի, որը փոխարինվել է։ Ալեք Մանուկյան փողոց, երկու շերտ, մի շերտում տեղադրվել են ալբիցիաներ, երկրորդ շերտում տեղադրվել են օճառածառեր, կելեթերյաներ։ Ուրեմն ալբիցիաների մոտ ունեցել ենք 4 չորացում։ Հետևաբար, եթե վերցնենք միայն, չեմ կարող ասել, այնտեղ նաև եղել է մեխանիկական վնասվածքներ ծառի վրա։ Հնարավոր է ոչ մեկի մեղքը չառնեմ, երեխաներն են ճոճում, կամ ուսանողներ, հետ եղել է հենց ֆիզկուլտ ինստիտուտի դիմացի հատվածում, կամ մեխանիկական վնասվածքներ ենք տեսել նաև, միգուցե ինչ-որ մեքենա է կպել, չեմ կարող ասել, բայց ունեցել ենք 4 ծառ, բայց տնկել ենք մի քանի հազարը։ Եթե վերցնենք միայն գնված ծառերի մասով, ոչ են բաց արմատայինը, որ տեղադրում ենք ուրեմն անտառներում, մեր կպչողականությունը 98%։ Բայց ընդհանուր առմամբ խառնելով են մնացածի հետ մենք հայտարարում ենք այն բաց արմատային համակարգ, որ մեր կպչողականությունը 94%։